Լիլիթ Ստեփանյան, հաջորդ հարցի համար։ Շնորհակալություն, Տիկին նախարար, շնորհակալ եմ զեկույցի համար, կներեք մինչև հարցերին անդրադառնալը չեմ կարող պարզապես չարձագանքել մեր գործընկերոջը, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է տևական ժամանակ մի այնպիսի վիճակ, երբ նախկին իշխանությունների ներկայացուցիչները փաստորեն հրաշալի պատկերացրել են, թե ինչպես կարելի է լուծել այս կամ այն խնդիրները, երբ որ արդեն ընդդիմադիր պատգամավորներ են, բայց օրինակ, երբ կոնկրետ իրենց լուծման տիրույթում են եղել տարբեր խնդիրներ, իրենք չգիտես ինչու լռել են, օրինակ չգիտես ինչու Դաշնակցությունը, որ տևական ժամանակ ինքն է ղեկավարել փաստորեն, իրենք են ղեկավարել կրթության գերատեսչությունը, փաստորեն չեն նկատել, որ նախկինում ուսուցչին մանկավարժին դարձրել էին կեղտոտ, արգահատելի քաղաքական process-ի մաս, երբ ստիպում էին նրան ընտրակաշառք բաժանել, երբ ստիպում էին հանձնաժողովներում ձայներ կեղծել, այսօր խոսում են, որ դպրոցներում տնօրեններ չկան, բայց օրինակ մոռանում են ասել, որ հենց իրենց շնորհիվ է, որ տնօրեններից նախկինում բոլորովին այլ ակնկալիքներ կար, մասնավորապես ում համար քանի ձայն պետք է բերեր տնօրենը, իսկ այսօր երբ տնօրենից պահանջները շատ կոնկրետ են եւ ուղիղ են, այսօր մենք տնօրենների խիստ պակաս ունենք, դե չգիտեմ ինչու է այդպես, կամ գիտեմ ինչու է այդպես, բայց դա արդեն այլ քննարկման հարց է եւ ձեզ հարցեր ունեմ Տիկին նախարար վերջին կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը խոսեց արհեստական բանականության մեծ կենտրոնի մասին, որ ներդրումներով է ֆինանսավորվելու ես տևական ժամանակ իմ ուշադրության կենտրոնում եմ պահում տեսողության լսողության խնդիրներ ունեցող երեխաների հանրակրթության մեջ բացեր այսպես ասած եւ կցանկանամ չնայած նախագիծը նոր է եւ դե շատ բաներ པարզ չեն մենք այս մասին քննարկում ունեցել ենք Տիկին Անդրեասյանի ինչ գործիքներ ենք պատրաստվում ներդնել չլսող չտեսնող երեխաների համար որպեսզի բացի դասագրքերից բացի մանկավարժներից նաեւ կարողանանք ՏՀՏ միջոցներով ավելի դիդակտիկ ավելի հանրամատչելի դարձնել նրանց համար կրթության process-ը Շնորհակալություն Տիկին Ստեփանյան Իրականում տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում ներառականության ապահովման եւ օրինակ լսողության խնդիր ունեցող երեխաների պարագայում հիմա բազմաթիվ գործիքներ կան, որ թույլ են տալիս ժեստերի լեզուն փոխարինել հենց այդ տեխնոլոգիական գործիքակազմով եւ օրինակ ձայնը վերափոխել տեքստի, որը հնարավոր է դարձնում կարդալ եւ այդպիսով հաղորդակցվել ու շփվել վստահ եմ, որ առաջիկա այս ստեղծվող հնարավորություններն էլ նաև այդ իմաստով են մեզ համար օգտակար լինելու։ Մենք արդեն իսկ քննարկել ենք առաջիկա մի քանի անելիքներ այս ուղղություններով, գիտեք, որ հատուկ դպրոցներն էլ ռեսուրս կենտրոնների վերակազմավորման ճանապարհին ենք եւ լսողության խնդիր ունեցող երեխաների հատուկ դպրոցն էլ հենց ցանկում ընդգրկված առաջին հաստատություններից է, որը պետք է ձևակերպի ռեսուրս կենտրոնի եւ հիմնական գաղափարը նաեւ այն է, որ ռեսուրս կենտրոնը պետք է աջակցի մեր մյուս դպրոցներին, ապահովելու այդ ներառականության միջավայրը, այո, մենք ձեր հետ խոսել ենք այս մասին, խոսել ենք նաեւ Տիկին Բաթոյանի մասնակցությամբ մի քանի քննարկում է եղել ժեստերի լեզվի թարգմանիչների հետ կապված խնդիրների առնչությամբ եւ մանկավարժական համալսարանում առանձին ծրագիր կա, որը մշակվել է այս ուղղությամբ եւ իհարկե սա նաև մեդիա դաշտի համար կարևոր աշխատանք է, որովհետև տեսալսողական մեդիայի օրենսդրական փոփոխություններն էլ առաջացրել են նման մասնագետների պահանջ լրացուցիչ ու առաջիկայում պիտի փորձենք այս լուծումները գտնել, այսինքն համակցելով տեխնոլոգիական նոր գործիքակազմերը, ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագրերի հետ եւ ինչ վերաբերում է այս երեխաների հետագա կրթությանը, թե ՄԿ-ու օրենքով եւ թե բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքով նոր հնարավորություններ են ստեղծվում նաև մասնագիտական կրթության մակարդակում ներառականության ապահովման, որտեղ խելամիտ հարմարեցումները, առանձնացված լուծումները դառնում են հասանելի նաև կրթական այդ մակարդակներում։ Կարծում եմ, որ այս խնդիրները պիտի կարգավորվեն, իհարկե շատ ուրախ եմ, որ դուք էլ ներգրավված եք, համատեղ աշխատանքով կփորձենք առաջ գնալ։ Իսկ մնացածը գիտեք, Տիկին Ստեփանյան, բոլոր խոսակցությունները կարծում եմ առաջին հերթին մեր գործընկերները գիտեն, որ նոր չեն, նույն կրթահամալիրների քաղաքականությունը եւ դրա անհրաժեշտությունը փոքր դպրոցների խնդիրը համակարգում քննարկվում է շուրջ 30 տարի։ Պետք է խոստովանեն, որ չեն ունեցել ոչ համարձակություն, ոչ ազնվություն այդ խնդիրները լուծելու։
Այնպես չի, որ խնդիրները ձևակերպված չեն եղել կամ պարզ չեն եղել։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք, խնդրեմ։ Շնորհակալություն, իսկապես շատ դժվար է կենտրոնանալ բովանդակային հարցերի վրա, երբ քաղաքական հարցեր են հնչում, ձեր կողմից հնչած պատասխանի դեպքից առանձնացնեմ եւս մեկ դետալ, հա, օրինակ տարիներ շարունակ միջին մասնագիտական կամ արհեստակցական ուսումնական հաստատությունների տնօրեն դառնալու համար այդքան կարևոր չէին ձևակերպված չափանիշներ, որքան կարևոր էր տեխնացում դաշնակցական է թե ոչ։ Ուղղակի կան բաներ, որոնց մենք չենք ուզում անդրադառնալ, բայց դե մեր գործընկերները անդադ ստիպում են, որովհետեւ մենք այս մասին զրուցենք։ Տիկին Անդրեասյան, այստեղ ազգային ժողովում բավականին ակտիվ է բաց դռներ ծրագիրը եւ մենք պարբերաբար մանկավարժական կոլեկտիվների եւ սովորողների հետ ենք հանդիպում։ Վերջի 3-4 հանդիպման ժամանակ ես ուրախությամբ նշեցի, որ մեզանում 12-ամյա կրթությունը ստերեոտիպին կայանում է, որովհետև 11-12-րդ դասարանի երեխաները բավականին ոգևորված ասում էին, որ իրենք մեծ հետաքրքրությամբ են այլևս դպրոց գնում, որը կապված է նաև նոր չափորոշի ներդրման հետ, բավականին ոգևորված խոսում էին, որ նախարարությունը կրթության լիազոր մարմինը արվեստը եւ մշակույթը ոչ միայն ավելի ներառական է դարձրել, այլ մոտեցրել է այն ավելի շատ մարզերին եւ ցանկանամ Տիկին Անդրեասյան, որպեսզի պատասխանեք հետեւյալ ավարտում եմ, այս վերջերը շատ ենք խոսում գործուղվող տնօրենների մասին, ովքեր են տնօրենները, ինչու ենք մենք այս որոշումը ընդունել, ովքեր կարող են հավակնել պոտենցիալ գործուղվող տնօրենների շարքին եւ ինչ ունենք գործուղվող ուսուցիչների մասով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան։ Իրականում տնօրենների գործուղման խնդիրը առաջ է եկել այն պահին, երբ որ պարզ դարձավ, որ ոլորտում բովանդակային նոր պահանջներ դնելու արդյունքում ամեն 100 տեխնացուից 5-ն է կարողանում հաղթահարել գործընթացը եւ ի վերջո նշանակվել տնօրեն, եւ կան դպրոցներ, որտեղ մի քանի անգամ մրցույթ է անցկացվում եւ տնօրեն չեն կարողանում նշանակել համապատասխան կոմպետենցիաները եւ այդ պահանջները չբավարարելու արդյունքում իհարկե վերապատրաստման ծրագրեր ենք սկսել, որպեսզի ոլորտում կարողություններ զարգացնենք, բայց գործուղումը նաև դրել ենք հենց այսպիսի դեպքերի համար եւ գործուղումը նախատեսված է այն դպրոցներում, որտեղ 3 անգամ եւ ավել մրցույթը չի կայանում, այստեղ մենք հնարավորություն կունենանք փորձառու տնօրեն գործուղել, ով որ կկարողանա դպրոցը ոտքի կանգնեցնել եւ զարգացման ճանապարհով տանել, ուսուցիչների մասով ակտիվությունը մեծ չի, մենք բավական լավ ցուցանիշներ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների ներգրավման, դրանցից ավելի քան 400-ը գործուղվեց մեր տարբեր դպրոցներ, տեղի կողմից ակտիվությունը մի քանի տասնյակի շրջանակում է։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։